Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ապանովան սենեկեք պարքից խոսանք, որտեվ այսքան վաղուց չէի ծիծաղել, ինչ պարոն Գաբրելյանի հարցից, զվարճալի էր ուղղակի։ Երեխա ժամանակ օրինակ ասում են, ինչի ջուրը չի վառվում, եթե ջրածինը վառվում է, իսկ թթվածինը հայրումին նպաստում է, հանճարեղ հարց էր։ Լավ, պարոն Հովհաննիսյան, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը գերազանցում է Վրաստանի հնային մեկ շնչին ընկնող։ Հիշում եք վրացական արձագանքը, այն բորժոմի պիլ, անաստոլմա, բայց ամեն դեպքում ես ինքս մտա եւ ստուգեցի այդ տվյալներն իրոք 19 թվականին մեկ շնչին ընկնող հնան Հայաստանում ավելի բարձր, քան թե Վրաստանում։ Հոկտեմբեր ամսին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նույն տվյալները, Հայաստան 8970 մեկ շնչին ընկնող, Վրաստան 10130 դոլար։ Ես ինչ եղավ, որ մենք սենց հրաշալի տնտեսական աճեր ենք արձագանքում, բայց 19 թվականի համեմատ այս իրավիճակը փոխվեց։ Դա առաջի հարց։ Երկրորդը պարտքի վերաբերյալ։ Եթե փորձենք մեր տնտեսական աճից զտենք պարտքը, այսինքն ինչքան կլիներ մեր տնտեսական աճը 5 տարվա կտրվածքով, եթե մենք պահեինք նույն պարտքի մակարդակը, ինչ որ կար 18 թվականին, կարծեմ, դենց մի քիչ ավելի բարդ, բայց ավելի ազնիվ ֆինանսա։ Իդեպ, պարոն Գաբրելյան, եթե ուզում եք իմ պարտքը փակեք, հիպոթեկս փակեք։ Երրորդ հարցը, դեռ 17 թվականին մենք իրար հետ հիշում եք մի անգամ հանդիպեցինք պատահական հրապարակի վրա, ելք դաշինքի ձեր տնտեսական ծրագրից էինք խոսում, դուք 17 թվականին առաջարկում եք համընդհանուր բազային եկամուտի գաղափար։ Ես լիահույս եմ, որ 26 թվականին դահլիճի այս հատվածը կփոփոխվի, դա համար հիմա եմ այս հարցը տալի։ Վերջը վերջո, ձեր այդ խոստումը համընդհանուր բազային եկամուտ ներմուծելու, երբեք իրականացնելու։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, նախ Վրաստանի հետ կապված, այո ճիշտ եք, եթե հետևել եք վերջի տարիներին, ապա Վրաստանը արձանագրել է շատ բարձր տնտեսական աճեր, մասնավորապես այս տարի, եթե չեմ սխալվում, սպասվում է 9% տնտեսական աճ, կամ անցած տարիեր այդքան հիմա չեմ կարող հստակ ասել, այո, Հայաստանը աճել է եւ մեկ անձին ընկնող հնայի ծավալը հասել է 8900 դոլարի, ինչպես դուք ասեցիք, 4000 դոլարի, 4000-ի կողմերից 18 թվականին, այսինքն կրկնապատկվել է մեկ անձին ընկնող հնան, բայց Վրաստանում ավելի արագ է աճել ինչ-որ բաներ և ուստի կարող ենք նայել, ասենք Վրաստանը ինչի հետևանքով այդ աճերը արձանագրել, կարող ենք նայել, հիմա նույն պարտքի մակարդակը, այդ հարցին ինձ թվում է ես իմ ելույթում պատասխանեցի, պարոն Խաչատրյան, հիմա ասել, թե պարտքի որ մասն է նպաստել տնտեսության այդ տիպի աճին շատ դժվար կլինի, որովհետև օրինակ մենք 2020 թվականի արդյունքում մեր պարտքը հասավ 63%-ի եւ դրա նպատակը այդ պարտքը վերցնելու նպատակը նաեւ այն էր, որպեսզի թույլ չտալ ձեռնարկությունների գահավիժումը, որպեսզի մեր վերականգնումը հետո ավելի լավ լինի եւ հիմա գնահատել, թե դրա արդյունքում որքան եղավ, դա կլինի մի հատ գնահատական, որին կարող եք դուք ուրիշ գնահատական ունենալ, ես ուրիշ գնահատական ունենամ, այդպիսի վերլուծություն մենք չունենք, թե պարտքի, բայց սովորաբար կա բյուջետային ազդակների, հավաքվող հարկերի եւ այլնի հետ կապված վերլուծություններ եւ մենք կարծում ենք, որ վերջին տարիներին պետական կապիտալ ծախսերի ազդեցությունը մեր հնայի եւ մեր տնտեսության զարգացման վրա բավականին մեծացել է նախորդ, այսինքն այդ հարցին կարող եմ այդ ձևով պատասխանել, իսկ համընդհանուր բազային եկամուտը, այո, այդ գաղափարը կար եւ ես այդ գաղափարի մեծ ջատագովն եմ, բայց բնականաբար պետք է հասկանանք այն միջավայրը եւ այն հնարավորությունները որը մենք ունենք, ընդ որում որը
մեծապես ավելացել է, նաև դա պետք է արվի սոցիալական ծախսերի բարձր մակարդակի պայմաններում, որը ինչպես ցույց տվեցի 70%-ով աճել է վերջին 5 տարիների ընթացքում, դա շատ կոմպլեքս բարեփոխում է եւ կարելի ասել շատ ռադիկալ բարեփոխում է։ Մենք ունենք վերլուծական թիմ, ով որ մտածում է այս ուղղությամբ, թե ոնց պետք է դրան հասնենք, բայց սա զուտ գիտական մտավարժանք է այս փուլում, որպեսզի իրատեսորեն կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք այդպիսի համակարգը ներդնելու Հայաստանում։ Համեցը կարծիքանք։ Պարոն Հովհաննիսյան, երբ 22 թվականին Հայաստանը 12.6% տնտեսական աճ արձանագրեց, Վրաստանը շատ ավելի համեստ։ Իշխանություններին ասում ենք, դա արտաքին է, արտածին է, դա Հայաստանի հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, ոչ, ռուսներն եկան ստեղ, փողը եկավ ստեղ, ստեղով սկսեց գնալ, ապրանքները Հայաստանով էին գնում գալի, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ կոռուպցիա չկա։ Վրաստանը, այսքան թողենք նրան, որ հիմա եթե կապիտալը գնում է, ռուսները գնում են, նշանակում է ժողովրդավարական չի, կոռուպցիա չի, այդ տրամաբանությամբ, բայց Վրաստանի աճը էնդեմիկ աճ է, իրանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից այսքան չեն օգտվել։ Այսինքն մենք ռուսական այս 3 տարի համար, 2.5 տարի տևող դրական ազդակի արդյունքում ավելի վատ արդյունք են արձանագրել, քան Վրաստանը ներքին ռեսուրսներով։ Իդեպ եթե այս թղթի մասին խոսանք, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում 12150-ը միջին հնան։ Մեկ շնչին ընկնող։ Մնացածին երևի կանդրադառնամ ելույթում, շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, դուք նենց բան եք ասում, հիմա ասենք այդ հարցերի մասին խոսալու համար այնքան մանրակրկիտ ու հազար ու մի ազդեցություն կա, որ դուք ասենք մի բանի վրա մի բանից որ խոսակ, մի բան վերցնեք եւ դրա մասին մեկնաբանեք, հա, բայց ամբողջական եւ եթե մենք չենք ուզում ուղակի ինչ որ մտքեր արտահայտենք, այլ ուզում ենք հարցը հասկանանք, պետք է բազմակողմանին նայենք։ Հիմա Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի, Վրաստանը ունի։ Կամ ասենք ծով ունի, կամ ասենք 100 այդտեղ 100 հարց կա, որոնք կարող է պայմանավորել, հիմա չգիտեմ, ես ասենք չեմ ուսումնասիրել Վրաստանի ՀՆԱԵ-ի դետալները մերի համեմատությամբ, բայց ես կարող եմ վստահորեն ասել, որ վերաարտահանման կամ սանկցիաների հետևանքով չի, որ մեր տնտեսական աճը բարձր է եղել։ Եվ չգիտեմ որտեղից գիտեք, որ Վրաստանում դա ոչ մի ազդեցություն չի ունեցել։